Գետահովիտ գտնվում է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում, Աղստև գետի հովտում, մարզկենտրոն Իջևանից մոտ 1,5 կիլոմետր հյուսիս-արևելք։ Գյուղը շրջապատված է անտառապատ լեռներով և հայտնի է իր գեղատեսիլ բնությամբ։ Գյուղը նախկինում կոչվել է Թալա։ 1978 թվականին այն վերանվանվել է Գետահովիտ, ինչը բառացիորեն նշանակում է գետի հովիտ։ Ըստ պատմական տեղեկությունների, գյուղը հիմնականում բնակեցվել է Արցախի տարբեր բնակավայրերից եկած հայ ընտանիքներով, որոնք այստեղ են հաստատվել դեռևս 19-րդ դարում։ Գետահովիտի շրջակայքը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով։ Գյուղից արևմուտք գտնվում են միջնադարյան Իրից աղբյուր բնակավայրի ավերակները, հին եկեղեցու և գերեզմանոցի մնացորդները, որոնք վկայում են, որ այս տարածքը բնակեցված է եղել վաղ միջնադարից։ Գյուղում և նրա մերձակայքում պահպանվել են նաև մի շարք եկեղեցիներ և խաչքարեր, որոնցից հայտնի է Միջնաշեն եկեղեցին։ Այս հուշարձանները կարևոր տեղ են զբաղեցնում Տավուշի մշակութային ժառանգության մեջ։ Խորհրդային տարիներին գյուղը զարգացել է արագ տեմպերով, շնորհիվ Իջևանին մոտ գտնվելու հանգամանքի։ Բնակիչների մի մասը աշխատել է Իջևանի արդյունաբերական ձեռնարկություններում, իսկ մյուսները զբաղվել են գյուղատնտեսությամբ, անասնապահությամբ, այգեգործությամբ և հողագործությամբ։ Այսօր Գետահովիտը Տավուշի մարզի խոշոր և ակտիվ գյուղական բնակավայրերից մեկն է, որը գտնվում է Իջևան քաղաքին շատ մոտ, ընդամենը մոտ 1,5 կիլոմետր հեռավորության վրա։ Այդ հանգամանքը գյուղի բնակիչներին հնարավորություն է տալիս օգտվել ինչպես գյուղական, այնպես էլ քաղաքային ենթակառուցվածքներից։ Գյուղի բնակչությունը կազմում է շուրջ 2000-ից ավելի մարդ, և վերջին տարիներին այն շարունակում է մնալ Տավուշի կարևոր բնակավայրերից մեկը։ Գետահովիտի բնակիչների հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է։ Այստեղ զարգացած են այգեգործությունը, պտղաբուծությունը, անասնապահությունը, մեղվաբուծությունը, տնամերձ հողամասերի մշակությունը։ Տավուշի բարենպաստ կլիման և անտառային միջավայրը նպաստում են գյուղատնտեսության զարգացմանը։ Գյուղում գործում են դպրոց, մանկապարտեզ, բուժկետ և վարչական կառույցներ, իսկ բնակիչների մի մասը աշխատում է նաև Իջևանում, կրթության, առևտրի, ծառայությունների և պետական համակարգի ոլորտներում։ Գետահովիտի առօրյան սերտորեն կապված է բնության հետ։ Գյուղը շրջապատված է խիտ անտառներով, լեռնաշղթաներով և աղբյուրներով, ինչի շնորհիվ այն նաև գրավիչ է զբոսաշրջիկների համար։ Ամռան ամիսներին այստեղ հաճախ են այցելում Հայաստանի տարբեր մարզերից ժամանած հանգստացողներ։ Միջնաշեն եկեղեցին գտնվում է Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի շրջակայքում և հանդիսանում է գյուղի ամենահին պատմամշակութային հուշարձաններից մեկը։ Այն միջնադարյան հայկական եկեղեցի է, որը պահպանվել է կիսավեր վիճակում և այսօր էլ վկայում է տարածաշրջանի հարուստ պատմության մասին։ Մինչև Գետահովիտում նոր եկեղեցու կառուցումը գյուղի բնակիչների համար Միջնաշենը եղել է համայնքի միակ պահպանված հին եկեղեցին։ Այն գտնվում է բնակավայրից որոշակի հեռավորության վրա, անտառների և բլուրների միջավայրում, ինչը նրան յուրահատուկ խորհրդավոր տեսք է հաղորդում։ Թեև եկեղեցու կառուցման ստույգ թվականը տարբեր աղբյուրներում հստակ չի նշվում, այն դասվում է Հայաստանի միջնադարյան եկեղեցական հուշարձանների շարքին։ Շրջակայքում պահպանվել են նաև հին բնակատեղիների և գերեզմանոցի հետքեր, որոնք վկայում են, որ այս տարածքը դարեր շարունակ բնակեցված է եղել։ Գետահովիտի անտառների խորքում բնության լռության մեջ կանգնած է Միջնաշեն եկեղեցին, որպես անցյալի կենդանի վկա։ Դարերի փոթորիկները չեն կարողացել ջնջել նրա պատմությունը։ Թեպետ ժամանակը խամրեցրել է նրա պատերը, սակայն չի կարողացել խլել նրա հոգևոր արժեքը։ Միջնաշենը ոչ միայն քարաշեն հուշարձան է, այլև սերունդների հիշողությունը, հավատքի և տոկունության խորհրդանիշը։ Նրա շուրջ տիրող լռությունը կարծես պատմում է այն մարդկանց մասին, ովքեր դարեր առաջ աղոթել են այս սրբավայրում, ապրել ու արարել հայրենի հողի վրա։
Այսօր էլ Միջնաշեն եկեղեցին շարունակում է պահպանել Գետահովիտի պատմական հիշողությունը, փոխանցելով անցյալի շունչը յուրաքանչյուր այցելուի եւ հիշեցնելով, որ մեր պատմությունն ապրում է այնքան ժամանակ, քանի դեռ մենք հիշում եւ գնահատում ենք այն։ Գետահովիտը պարզապես գյուղ չէ Տավուշի քարտեզի վրա։ Այն մի աշխարհ է, որտեղ դարերի պատմությունը միահյուսվում է այսօրվա կյանքի հետ։ Անտառապատ լեռների գրկում ծվարած այս բնակավայրը պահպանել է իր անցյալի հիշողությունները, իր մշակույթն ու ավանդույթները, դրանք փոխանցելով սերնդեսերունդ։ Այստեղ ամեն արահետ պատմություն ունի, ամեն աղբյուր իր լեգենդը, յուրաքանչյուր բնակիչ իր աշխատասիրությամբ շարունակում է կերտել գյուղի ներկան ու ապագան։ Գետահովիտը բնության, պատմության եւ մարդկային տոկունության գեղեցիկ համադրություն է, որտեղ հայրենի հողի հանդեպ սերն ու նվիրվածությունը զգացվում են ամեն քայլափոխի։ Այսպիսով, ավարտելով մեր ճանապարհորդությունը Գետահովիտում, մենք մեզ հետ տանում ենք ոչ միայն տեղեկություններ մի գյուղի մասին, այլև մի փոքրիկ մասնիկ Տավուշի հոգուց, լի գեղեցկությամբ, ջերմությամբ եւ հարատև կյանքի շնչով։